Բարեկամներ ողջույն։ Իսրայելի կառավարության կողմից հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի միաձայն հավանություն տալը իրոք պատմական նշանակության իրադարձություն է, ինչ խոսք շնորհակալ ենք, բայց այդտեղ մեծ բայց կա, եթե գործընթացը հասնի վերջնական ավարտին, ապա աշխարհի ամենաազդեցիկ պատմական հիշողություն ունեցող պետություններից մեկը Իսրայելը փաստացի կարող է ճանաչել 1915 թվականի Օսմանյան կայսրության կողմից իրականացրած հայոց ցեղասպանությունը եւ փաստորեն նա դատապարտելու է այդ գործառույթը անգամ ժխտման եւ խեղաթյուրման ու նսեմացման ցանկացած փորձ կարող է դատապարտվել Իսրայելի տարածքում։ Գործընթացը մեկնարկել է, բայց դա վերջնականը չէ։ Իսրայելի արտաքին գործերի նախարար պարոն Սարի խոսքերը ինքնին խոսուն են. երբեք ուշ չէ ճիշտը գործել։ Առաջին հայացքից հնչում է որպես պատմական արդարության վերականգնման փորձ։ Ավելի վաղ նույն դիրքորոշումներ հայտնել նաև վարչապետ Բենյամին Նետանյահուն, աջակցելով ճանաչման նախաձեռնությանը։ Համացանցում անգամ կադրեր էին տարածվել, եթերներից մեկի ժամանակ նա դրա մասին խոսեց։ Why haven't you yet recognized the Armenian, Assyrian, and the Greek genocide that the Turkish did to that community? In fact, I think we have, because I think the Knesset passed a resolution to that effect. I don't know if it's come from you, though. I don't know if it's come from the Prime Minister of Israel. Yeah, I just did. Okay. Here you go. All right. Well, thank you for doing that. Սակայն միջազգային քաղաքականության մեջ հազվադեպ են լինում որոշումներ, որոնք ամբողջությամբ զերծ են աշխարհքաղաքական հաշվարկներից։ Մանավանդ Մերձավոր Արևելքում, որտեղ յուրաքանչյուր հայտարարություն, յուրաքանչյուր քվեարկություն, ամեն մի քայլ ունի մի քանի հասցեատեր, եւ Իսրայելն էլ եկեք խոստովանենք, այն պետությունը չէ, որ հենց այնպես որևէ բան անում է։ Ամեն դեպքում այս որոշումը ընդունվում է այն ժամանակներում, երբ Իսրայել-Թուրքիա հարաբերությունները հերթական անգամ գտնվում են բավականին լարված իրավիճակում, ես կասեի լարվածության գագաթնակետին։ Անկարան վերջին ամիսներին բավականին կոշտ քննադատության է ենթարկում Իսրայելին Գազայի պատերազմի պատճառով այնտեղ կատարված գործառույթների պատճառով, գիտեք, Թուրքիան բացեված պաղեստինցիներին է պաշտպանում եւ այս ֆոնին հանկարծ հայոց ցեղասպանության ճանաչումը դառնում է ոչ միայն բարոյական, այլև քաղաքական ուղերձ Իսրայելի կողմից ուղղված Թուրքիային, հատկապես Էրդողանին։ Դա է պատճառը, որ Անկարայի արձագանքը չափազանց կոշտ էր եւ միանշանակ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն տարածեց, թե իբր Իսրայելը քաղաքական դրդապատճառներով է շահարկում 1915 թվականի իրադարձությունները, փորձելով շեղել միջազգային հանրության ուշադրությունը Գազայի պատերազմի շուրջ իր հասցեին հնչող բոլոր մեղադրանքներից։ Հիշում եք, այնտեղ ցեղասպանական գործողությունների մեջ էին Իսրայելին մեղադրում։ Թուրքիան կրկին հրաժարվում է առերեսվել սեփական պատմության հետ, փոխարենը խոսելով քաղաքական շարժառիթների մասին, իբր այդ թեման դարձրել է զենք։ Բնականաբար Ադրբեջանի արձագանքը նույնպես չի ուշանում, պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե նման որոշումները չեն նպաստում խաղաղությանն ու հաշտեցմանը, այլ հակառակը խորացնում են հակասությունները եւ կոչ է անում Բաքուն Իսրայելին վերանայել իր որոշումը։ Սակայն այստեղ նկատի է նաեւ այն հակասությունը, որ տասնամյակներ շարունակ Ադրբեջանը փորձել է համոզել միջազգային հանրությանը, որ պատմական արդարությունը պետք է հիմնված լինի փաստերի վրա, իսկ այժմ նույն Բաքուն փաստացի դեմ է արտահայտվում պատմական փաստի քաղաքական ճանաչմանը, որովհետև այն ուժը, այն երկիրը, այն անհատը, որը կհամարձակվի կասկածի տակ դնել ցեղասպանությունը, հայոց ցեղասպանությունը, դա ոչ միայն անհիմն է, դա անգրագիտության գագաթնակետն է, որովհետև հայոց ցեղասպանության փաստը փաստագրված է հազարավոր ու հազարավոր վկաներով, ժապավեններով, նկարներով եւ այլն։ Հատկանշական է նաեւ, որ մինչ Թուրքիան ու Ադրբեջանը կոշտ հայտարարություններով արձագանքում են Իսրայելի կառավարության որոշմանը, պաշտոնական Երևանը դեռևս որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել, գոնե պաշտոնապես։ Այս լռությունը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Մի կողմից հնարավոր է, որ հայկական կողմը սպասում է գործընթացի վերջնական ավարտին, մինչ Իսրայելի խորհրդարանում նախագծի վերջնական ընդունումը տեղի ունենա, որպեսզի հանկարծ չշտապի քաղաքական գնահատականներով, Իսրայելի մի քանի պալատկա այդ նախագիծն են
ընդունել մինչև ճանաչումը գուցե ամիսներ ու տարիներ պահանջվի։ Մյուս կողմից նման զգայուն եւ աշխարհքաղաքական նոր իրողություն ձևավորող իրադարձության պայմաններում երկարատև լռությունը կարող է ընկալվել որպես անորոշության կամ չափազանց զգուշավոր դիվանագիտության փաստ։ Մանավանդ մեր տարածաշրջանում հիմա իմաստը որն է, մերոնք դուրս գան մի բան ասեն, այնտեղ մի բան փոխվի, վատամարտ էլի մենք ենք լինելու։ Դարապես տարածաշրջանում, որտեղ յուրաքանչյուր հայտարարություն ազդում է ուժերի բալանսի վրա, երբեմն ոչ միայն խոսքն է քաղաքական ուղերձ, այլև այս լռությունը։ Իսկ վտանգավոր ու արագ փոփոխվող միջավայրում խորհրդավոր լռությունը կարող է նույնքան խոսուն լինել, որքան ամենաբարձր հնչած հայտարարությունը։ Նորից դուք գիտեք մենք ինչ քայլեր ենք իրականացնում, ինչ փուլում ենք գտնվում եւ արդյոք հիմա դեռ նախագիծը ընդունելու հետևանքով արժե որ մեր կողմը որևէ մեկնաբանությամբ հանդես գա։ Գուցե պետք է սպասել, սակայն գլխավոր հարցը մնում է դեռ անպատասխան։ Արդյոք սա իսկապես Իսրայելի կողմից պատմական արդարության հաղթանակ է, թե ամեն դեպքում քաղաքական հաշվարկի արդյունք։ Նորից Իսրայելը այն պետությունը չի, որ հենց այնպես բան է անում։ Եթե Իսրայելը ճանաչում է, դատապարտում է հայոց ցեղասպանությունը բացառապես այն պատճառով, որ իր հարաբերությունները Թուրքիայի հետ այս պահին գտնվում են շատ վատ վիճակում, ապա եթե այդպես չէ, ինչու Իսրայելը չէր անում դա տասնամյակներ շարունակ, մանավանդ մենք ուժեղ համայնք ունենք, ընդ լոբիստներն են աշխատում եւ այլն, եթե արդարության կողմնակիցն է Իսրայելը, դա պետք է աներ առնվազն մի քանի տասնամյակ առաջ։ Միթե մարդկության դեմ կատարված հանցագործության գնահատականը պետք է կախված լինի տվյալ պահի դիվանագիտական հարաբերություններից։ Արդարությունը, ով եթե ոչ հрьяաները գիտեն ինչ բան է վերապրել ցեղասպանություն։ Սակայն մյուս կողմից նույնիսկ եթե քաղաքական շարժառիթը իսկապես դեր է խաղացել, դա ինքնաբերաբար չի դարձնում որոշումը անարժեք։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ պետությունները հաճախ ճիշտ որոշումներ են կայացնում ոչ միայն բարոյական համոզմունքներից ելնելով, այլև քաղաքական շահերից ելնելով։ Այսինքն պատմական իրավիճակը դասավորում է, հետո գցում բռնում են, ասում, այս քայլը ճիշտ է։ Կարևորը նաև այն, թե ինչ իրավական եւ քաղաքական հետևանքներ կունենա այդ որոշումը, եթե իհարկե նորից Իսրայելը վերջնականապես ճանաչի։ Եվ հենց այստեղ է ամենակարևոր հանգամանքը։ Այս պահին խոսքը դեռ կառավարության կողմից հավանության արժանացած նախագծի մասին է, որին միաձայն քվեարկեցին։ Եթե Իսրայելի օրենսդրական գործընթացը պահանջի խորհրդարանական վերջնական հաստատում եւ դա տեղի ունենա, ապա միայն այդ փուլից հետո կարելի է խոսել լիարժեք պետական մակարդակով ճանաչման մասին։ Հետևաբար այսօրվա որոշումը կարևոր քաղաքական ազդակ է, բայց դեռևս գործընթացը ավարտված չէ։ Կդիմանա նախագիծը Թուրքիայի, Ադրբեջանի, Պակիստանի եւ նրանց դաշնակիցների հնարավոր քաղաքական ու դիվանագիտական ճնշումներին, մանավանդ այս բարդ պատմական փուլում, թե այս նախաձեռնությունը կդառնա հերթական լծակը Իսրայել, Թուրքիա, Ադրբեջան, Մերձավոր Արևելք հարաբերություններում, որը անհրաժեշտ պահին կարող է վերածվել քաղաքական սակարկության։ Ապրենք կտեսնենք։ Մտածեք այդ ուղղությամբ, բաժանորդագրվեք ալիքին, իսկ մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին։